Հաղորդման հովանավորն է Ad Martin-ը ընկերությունը, պահածոների հարուստ տեսականիով։ Յուրահատուկ բաղադրատոմսերով և հատնտիր բաղադրիչներից պատրաստված համեղ պահածոներ Ad Martin-ը, որոնք բազմազան կդարձնեն ձեր սննդակարգը մեծ պահքի շրջանում։ Սկսենք մեծ պահքն առողջ սննդով։ Պահածոներ Ad Martin-ը։ Ավանդական ծիսական կերակրատեսակներ հայկական խոհանոցի հարուստ փորձի ու ավանդույթների վրա հիմնված։ Ցանկության դեպքում ավագ խոհարարը կկազմակերպի վարպետաց դաս ձեր սրահում եւ կկիսվի ամենահամեղ կերակուրների բաղադրատոմսերով։ Արարատ Հոլ, հայկական խոհանոցի ամենավառ գույները։ Հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է, բարև ձեզ։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ, ավելին ասեմ, երախտապարտ եմ բարեկամներ, որ հետևում եք մեր հաղորդումները, եւ ել ավելի ուրախանում ենք, երբ որ դուք արձագանքում եք ձեր խորհուրդներով, ուղղորդում եք մեր հաղորդումները։ Սա մենք հասկանում ենք, որ մենք միասին ենք աշխատում եւ այս հաղորդումը հենց ձեզ համար է։ Եվս մեկ անգամ շնորհակալություն բարեկամներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ու տեսնել մեր ազգային աշխարհի ամենահամեղ, ամենաբազմազան եւ ամենաարևաբույն հայոց ազգային խոհանոցից։ Սակայն նախքան ուտեստին անցնելը եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել մեր հովանավորի մասին։ Բարեկամներ, մեր հովանավորն է Ad Martin-ը ընկերությունը։ Խորհուրդ եմ տալիս օգտվել միայն Ad Martin-ը ընկերության արտադրած պահածոներից, հատկապես կարմիր պղպեղ, Հայաստանում արտադրող ամենավորակյալ պահածոները, բարիքն հայոց աշխարհի։ Բարեկամներ, այսօր ես հյուրում եմ եւ իմ հյուրն է Անի Պետոյանը, ով սովորում է Տիրամայր արհեստների դպրոցում։ Ողջույն Անի։ Ողջույն։ Ինչպես ես։ Լավ, շնորհակալ։ Տրամադրությունը բարձր է։ Իհարկե։ Ինչից է որ բարձր է։ Համեղ բան ենք պատրաստելու, համեղ ուտեստ ենք պատրաստելու։ Դրա համար բարձր է, շատ լավ։ Այսինքն մենք պիտի նախ բարձրացնենք մեր տրամադրությունը, որ ուտեստը համեղ ստացվի, չէ՞։ Իհարկե։ Ինչ ենք պատրաստելու, ինչ բաղադրություն է հարկավոր։ Պատրաստելու ենք խոզի կողամիսը սոուսով, թանձրուկով եւ այլազան բանջարեղենով, բրինձով փլավ։ Եվ բանջարեղենով եւ բրինձով այլազան որպես խավարտ։ Որպես խավարտ։ Շատ լավ։ Այստեղ դու որոշ բան նախատեսում ես, որ ես պիտի օգնեմ քեզ, թե ամեն ինչ արդեն պատրաստ է։ Համարյա ամեն ինչ պատրաստ է, բայց կարող ենք մի քիչ սունկ ավելացնել։ Բաղադրությունը նշենք նաեւ, թե ինչ են օգտագործելու։ Խոզի կողամիսն ենք օգտագործելու։ Վրայի ավելորդ ոսկորները մենք հեռացրել ենք, որպեսզի ուտելու համար հեշտ լինի։ Այո։ Համեմելու ենք խոզի կողամիսը աղով եւ մի քիչ կծու բիբարով։ Պլավի համար նախատեսված է բրինձը, ինչպես ասեցի, եւ գազարը նախորոք մանր կտրատած եւ խաշած, եւ սունկ նորից մանր կտրատած եւ սոխ։ Եվ սոխ։ Դե սկսենք տեսնենք ինչ է ստացվելու։ Համեմել նախ կողամիսը։ Քանի որ սունկը մի քիչ է, կարող ենք մի քիչ էլ ավելացնել եւ կտրատել, խնդրում եմ Ես կտրատեմ։ Ես այդ ընթացքում համեմեմ կողամիսը։ Շատ լավ։ Ուրեմն հիմա մենք տապակելու ենք սոխը ծիտայուղով եւ կարակով։ Լավ։ Տապակենք։ Այո։ Մի քիչ ծիտայուղ ենք ավելացնում։ Ինչպես նաեւ մի փոքր կարակ։ Ձիթայուղ եւ կարակ, երկուսը միասին։ Շատ լավ։ Ավելացնում ենք սոխը։ Տապակում ենք այն աստիճան, որ չկարմրի։ Ահա։ Սոխը իր թափանցիկ դառնա։ Այո, որ բերանում հալվի։ Բերանում հալվի, թող հալվի։
Եվ սունկն ենք տապակելու սոխի հետ։ Այո, սունկը եւ վերջում ավելացնում ենք կտրատած գազարը, քանի որ գազարը խաշած է նախորոք, վերջում ենք ավելացնելու, որ չկորցրի իր հատկությունները։ Շատ լավ, շատ լավ։ Հիմա ավելացնում ենք սունկը, համեմում ենք պղպեղով, Այո, աղով և խառնում։ Հիմա պետք է ավելացնենք գազարը։ Եվ դնում ենք կողքի։ հիմա ինչ պիտի անենք։ Հիմա թողնում ենք սունկը և գազարը, և անցնում ենք մսի, Նա միսը պիտի ջերմային մշակման ջերմային մշակման։ Ինչպիսի մշակման պիտի եղի։ Ուրեմն սկզբում մենք պիտի գրիլի վրա մի քիչ տապակենք, խորովենք, որպեսզի գծեր առաջանան, գեղեցկության համար նաև, հետո արամատի համար, իսկ վերջնական մենք պետք է վերջնական մշակման հասնենք ջեռոցում։ Շատ լավ, գնանք եւ գրիլի վրա գծեր առաջացնենք այս մսի վրա։ Ես գիտեմ, որ խավար պիտի պատրաստենք, ինչից ենք պատրաստելու, այլազանը, որ ասեցիք։ Այլազանը, բանջարեղենների Պատրաստեցինք արդեն եւ բրինձ։ Պատրաստենք։ Բրինձը պատրաստ է, Այո։ Սա բրինձն է։ Այո։ Շատ լավ է։ Եվ հիմա Բանջարեղենն ենք բանջարեղենը ավելացնում։ ավելացնելու ենք։ Խառնելու ենք սա։ Այո, խառնելու ենք։ Մենք հիմա կարող ենք արդեն նաև բերել մատուցման ափսեն, Այո։ տեղադրենք խավարտը արդեն եւ այդ ընթացքում արդեն միսը պատրաստ կլինի, չէ՞։ Այո։ Այստեղ ես տեսա, որ սոուս ես նաև պատրաստում։ Այո, այստեղ թանձրուկ ենք պատրաստել նաև։ Ինչից ենք պատրաստել թանձրուկ։ Թանձրուկը պատրաստել ենք խոզի ոսկորների արգանակից։ Խոզի։ Այո։ Այո։ Եվ ինչ ենք ավելացրել։ Ալյուրով խյուս Ալուրով եւ խուս։ համեմունքներով, այո։ Շատ լավ, շատ լավ։ Հիմա վերցնենք ափսեն մատուցման։ Ուրեմն ափսեի մեջ գեղեցիկ տեսք ստանալու համար մենք օգտագործում ենք այսպիսի օղակներ, այո։ Այո։ Ձևը իհարկե կարևոր է, չէ՞ անի, բայց ձևից կարևոր ինչ կա, բովանդակությունն ավելի կա, բայց ձևը չի խանգարում, որ գեղեցիկ, շոյող, այդպես տեսողական, չէ՞։ Իհարկե։ Ստուգում է բավական է։ Հիմա զգուշորեն հանում ենք։ Օպա, այո։
Հիմա Անդրուկն ենք։ այո։ Շատ լավ։ Եվ վերջնական տեսքի համար մեզ պակասում է գույնը։ Կանաչ եւ փոքրիկ լոլիկը։ Շատ լավ, մանրամասնորեն, այսպես հուզվելով, բարեկամներ, կարծում եմ այն հուզմունքը, որ դուք նկատեցիք, հասկացաք, որ վերջնական տեսքի մեջ շատ հուզված էր Անի, որ ձեզ դուր գա, կարծում եմ ձեզ դուր եկավ, ապրես դու Անի, եթե ունես որևէ հղում մեր հեռուստադիտողներին, կարող ես խնդրեմ օգտվել այդ առիթից։ Իհարկե, ես մաղթում եմ մեզ բոլորիս հայոց աշխարհին ամենակարևորը խաղաղություն, համերաշխություն եւ որ բոլորս լինենք երջանիկ։ Վայապրես դու Անի ջան, հայոց աշխարհ եղեք երջանիկ, եղեք միասնական եւ եղեք առողջ։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, ինձ մնում է ուղղակի ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնեմ Անին, այդ թվում նաեւ Տիրամայր արհեստների դպրոցի տնօրինությանը եւ հատկապես Քույր Հայրուսակին այս հիանալի հնարավորությունը եւ աջակցությունը ցուցաբերելու համար։ Բարեկամներ, այսօրվա համար այսքանն ենք պատրաստել եւ կարծում եմ, որ յուրաքանչյուր հանդիպում արդեն նպաստում է, որ մենք լինենք ել ավելի առողջ, ել ավելի երջանիկ։ Հպարտանանք հայ լինելու համար եւ ունենանք մի քիչ համբերություն, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Խոզի կողամիս 5 հատ, աղ, գծու պղպեղ, թանձրուկը, մսի արգանակ 500 գրամ, կարակ 50 գրամ, ալյուր 50 գրամ, աղ, պղպեղ, խավարտը, բրինձ 400 գրամ, ջուր 800 միլիգրամ, գազար 100 գրամ, սունկ 100 գրամ, սող 50 գրամ, բարեախորժակ։ Հաղորդման հովանավորն է Ad Martin ընկերությունը, պահածոների հարուստ տեսականիով։ Յուրահատուկ բաղադրատոմսերով եւ հատնտիր բաղադրիչներից պատրաստված համեղ պահածոներ Ad Martin, որոնք բազմազան կդարձնեն ձեր սննդակարգը մեծ պահքի շրջանում։ Սկսենք մեծ պահքն առողջ սննդով։ Պահածոներ Ad Martin։